Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, պարզվեց, որ դատարանի այն ընթերցած եզրակացությունը, որը տրվել էր շտապօգնության բժիշկների կողմից, որ նա պարոն Ղուկասյանին պետք է հոսպիտալացնեն, տեղափոխեն հիվանդանոց կապված սրտի շրջանում գանգատների հետ, փաստորեն չի իրականացվել, հենց նոր ես քանի որ ունեի նման մտավախություն, որ չեն տեղափոխի նրան հիվանդանոց, եկա ԱԱԾ քրեակատարողական այս հիմնարկում հիմնարկ Երևան կենտրոն, պարզվում է պարոն Ղուկասյանին դատարանի դահլիճից տեղափոխել են սկզբից ընդեղ դատարանի մեկուսարան, որտեղ այդ շտապօգնությունը եկել է եւ արձանագրել է խնդիրը եւ ասել է, որ պարտադիր պետք է հոսպիտալացնել, բայց պարզվում է այնտեղից, այսինքն դատարանի խցից բերել են այստեղ ԱԱԾ խուց. Պարոն Ղուկասյանը պահանջել է, որ գոնե տարեք, եթե բերում եք խուց, մինչև այդ դատավորի մոտ տարեք, որ ես երկու բառ ասեմ իմ վիճակի հետ կապված, դատավորի մոտ է չեն տարել, դուք տեսաք առանց դա պարոն Ղուկասյանի դատավորը նիստ էր անցկացնում եւ ինքը հենց հրապարակեց։ Եվ պարզվում է նրան բերել են նորից Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ եւ այստեղ պարոն Վարդան Ղուկասյանը նույնպես նշեց գանգատներ սրտի շրջանում եւ ասեց, որ ինքը իրեն վատ է զգում եւ հիմա մենք չգիտենք ինչ պետք է անենք, հաստատի բժշկի արձանագրումը արկա է, որ խնդիր կա առողջության հետ, սրտի հետ կապված, պետք է հոսպիտալացնել, չեն հոսպիտալացրել, այլ բերել են նորից ԱԱԾ, այսպես կոչված իրենց պատվալները։ Այսքան ուզեցած ես տեղեկացնեմ, հետագայում ինչ